Իդեպ Պաշտպանության նախարարության ծախսերը 2025 թվականին կազմել են 664 միլիարդ դրամ։ Սուրեն Պապիկյանն այս մասին հպարտությամբ հայտարարեց, նշելով, որ 2018 թվականին ՊՆ ծախսերը եղել են 245 միլիարդ դրամ։ Ստացվում է 8 տարում ՊՆ ոլորտի ծախսերն ավելացել են ընդամենը 1.1 միլիարդ դոլարով։ Այնինչ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը խոստացել էր ընդամենը 5 տարում ռազմական բյուջեն ավելացնել 2.5 միլիարդ դոլարով։ Չնայած նրան, որ ՊՆ ծախսերը ավելացել են ավելի քան 400 միլիարդ դրամով, ռազմական բյուջեն այնուամենայնիվ կրճատվել է։ Մասնավորապես կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 25-ի որոշմամբ ռազմական բյուջեն կկրճատվի ավելի քան 100 միլիարդ դրամով, մոտ 265 միլիոն դոլարով։ Իսկ ինչը չի կրճատվել։ Բնականաբար պարգևավճարները։ Մամուլը գրեց, որ միայն դեկտեմբերին նախարարները ստացել են 7-ից 9 միլիոն դրամ պարգևավճար, իսկ փոխնախարարները 4-ից 5 միլիոն դրամ։ Ստացվում է ՊՆ-ի ծախսերն ավելացել են, բայց ոչ զինվելու համար։ Չէ՞ որ Պապիկյանը նաև հայտարարեց, որ չի պատրաստվում մրցել որևէ երկրի, այդ թվում Ադրբեջանի հետ բանակի հարցում։